Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն Զատիկին ընթരാճ այսօր ձեզ առաջարկելու եմ ինձ հետ միասին պատրաստել շատ համեղ տարբերակով իշխան ձուկ։ Իհարկե կարող եք վերցնել նաև ուրիշ տեսակի ձուկ, բայց դե գիտեք Հայաստանը հարուստ է հենց այս ձկան տեսակով, որը որ շատ համեղ է։ Ձկան հետ կացային ուղարկելու նաև այլ բաղադրիչներ, սկզբի համար կարտոֆիլ դնում եմ կաթսայի հենց տակը ու ուշադրություն դարձրեք այս ձևով եւ ոչ այս, եթե այս ձևով դնեք կաթսայի տակ, եփելուց հետո դուք չեք կարողանալ պոկեք, ոչ թե տապակվելու է կպնելու է, ոչ մի տեսակ սոսնձվելու է այսպես։ Այնպես որ դնում ենք այս ուռուցիկ մասով դեպի ներքև։ Ցանկալի չէ որ կարտոֆիլը շատ մանրացնեք, բարակացնեք, այդ դեպքում էլ գիտեք որ շատ կեփի։ Ձուկը չենք եփելու լիքը ջրով լիկացայի մեջ, ձուկը այդպես չի սիրում, այդ ճաշ չի։ Ձուկը եփելու ենք շատ քիչ ջրով։ Այսինքն այս կարտոֆիլը, որ հիմա դնում եմ, կհամեմվի ձկան համով, համել կհանդիսանա իբրև ինչ-որ մի պաշտպանիչ շերտ, որպեսզի գոլորշու վրա եփվի ձուկը։ Հիմա ես կտեղադրեմ ամենը ու կպատկերացնի։ Իհարկե ձուկ պատրաստելու տարբեր եղանակներ արդեն կան ալիքում, որից մեկը նարինջի հյութով ձուկն է, արդեն ջեռոցում տարբերակ է, սա գազի վրա ենք անելու, շատ համեղ է, նարինջի հյութի մեջ եփված ձուկը։ Այսպես, ուրեմն կարտոֆիլը դրեցինք, լավ արեցինք, այն կհամեմենք միայն աղով, այսպես։ Այս պահին եթե չհամեմենք, այն չի համեմվելու այդպես էլ։ Դրանից հետո կաշխատենք ձկան հետ։ Այսօրվա ձկները այդքան էլ խոշոր չեն, ընդհանուր առմամբ կշռում են մոտ կիլո 700 գրամ։ Տեսնեմ որքան կտեղավորվի, այնքանն էլ կօգտագործեմ։ Հեռացնում եմ լողակները բոլոր էսթետիկ նկատառումներով, որից հետո համեմում եմ ձուկը աղով, ուշադրություն դարձրեք, որ ես ձուկը նախապես չի համեմել աղով, այո, այդպես է, քանի որ կարծում եմ, որ նախապես համեմված ձուկը կորցնում է իր հյութերը և ինչու ոչ դառնում է մի փոքր ավելի աղի։ Ես միշտ համեմում եմ աղով, օգտագործելուց, եփելուց առաջ, որպեսզի այն չջրազրկվի, դե գիտեք աղը ինչ է անում։ Քայքայում է, մի փոքր էլ սև պղպեղ եմ անում, սև պղպեղը ու ձուկը, կարծես միմյանց համար են, չէ։ Ու կարմիր պղպեղ չեմ ավելացնելու, ինչու։ Համ այն գույնն է փոխում այս ամենի, համ էլ մի տեսակ ճաշի համ է հաղորդում, այդ իսկ պատճառով չեմ ավելացնում։ Ու դրանից հետո արդեն կտրատում եմ, իհարկե կարող էի կտրատել, նոր համեմել, դա կլինի։ Այստեղ ունեմ թարխուն, որը իմ դեպքում շատ պարտադիր է, դնում եմ այսպես մի հատ մեջը, տեղադրում եմ կարտոֆիլի վրա, այսպես, շատ համեղ թարխուն է, այս հաստ կոթուններովները գիտեք, որ ամենալավն են, այսպիսի կոթուններով, դնում եմ, համ մեջը, հետո վրան եմ դնելու, կարծում եմ, առանց թարխուն պատրաստած ձուկը, այս տեսակ ձուկը, այդքան էլ համեղ չէ, դուք ինչ կասեք։ Փաստորեն տեղավորվեց ամբողջը, շատ լավ։ Ուրեմն սիրելիներ, սա կարելի է դնել գազօջախին և եփել, միայն ավելացնելով իհարկե ջուր, բուսայող կամ կարագ, հետո կցուցադրեմ ինչ ենք անում, բայց քանի որ տոնական տարբերակով ենք այսօր պատրաստելու, ես մի փոքր ավել բաղադրիչներ կավելացնեմ, իմ դեպքում լոլիկ և պղպեղ,
Կիտրոն չենք ավելացնում, քանի որ կիտրոնը դառնություն է հաղորդում, սիրելիներս։ Եթե ավելացնում եք կիտրոն, ապա միայն մատուցելու ժամանակ։ Իհարկե դառնություն է հաղորդում կիտրոնի այս տակի սպիտակ կեղևը, որը բնականաբար դուք չեք հեռացնում, երբ դնում եք երբելու։ Այդ իսկ պատճառով։ Իհարկե կարող եք կիտրոնի հյութով ցողել։ Որպեսզի մատուցելուց այսպիսի գեղեցիկ կտորներ դնենք մատուցման ափսեի մեջ։ Ավելի գունեղ դարձնելու նպատակով։ Շատ լավ, կվերցնեմ նաև լոլիկ։ Լոլիկը, երբ որ ունենում է ներսից այսպիսի կանաչ կորիզներ, դա միանշանակ քաղցր տեսակ է։ Մի փոքր էր այսպես հավելյալ աղք ավելացնեմ, շատ քիչ։ Ձուկը շատ է սիրում ձիթապտղի յուղ, այնպես որ ես ձիթապտղի յուղով եմ միշտ պատրաստում։ Սրա հետ կարող եք ավելացնել մի փոքր լավ որակի կարագ կամ միայն կարագ։ Մնում է ավելացնել ջուր, սառը ջուր։ Պարտադիր սառը ջուր, այսպես տեսեք կողքից եմ լցնում ջուրը, որպեսզի չլվանատանի համեմունքը ձկան վրայից։ Այսպես կողքից լցնում եմ այնքան, մինչև որ հազիվ թե ծածկի կարտոֆիլը։ Տեսեք, որ ձուկը հայտնվել է միայն կարտոֆիլի վրա, այն եփվելու է գոլորշու մեջ։ Այսքանը սիրելիներս, հերմետիկ փակում եմ կափարիչով եւ դնում եմ կրակին։ Եռալուց հետո կրակն իջացնում եք եւ մարմանդ կրակի ներքո եփում եք ուղիղ 25 րոպե եւ ոչ ավել։ Որպեսզի պարապ չմնաք մինչ կեփի ձուկը, միասին կպատրաստենք շատ մատչելի եւ անչափ համեղ օգտակար աղցան, կհարցնեք ինչից։ Ուրեմն փիփերթից։ Մի 2 տեսանյութ առաջ արդեն իսկ նկարել եմ մանրակրկտորեն այս աղցանի բաղադրատոմսը, ուրեմն գլխավոր բաղադրիչը փիփերթն է, որը օգտագործելու ենք հում վիճակով։ Ոչ մի դեպքում ջերմային մշակում չի անցնելու, սիրելիներս, քանի որ չկա դրա կարիք այս աղցանի մեջ, չկա կարիք նրա համը փոխելու։ Գիտեմ հարցնելու եք, իսկ արդյոք կարելի է օգտագործել չեփված վիճակով, իհարկե կարելի է, եթե ասենք հիշեք, շատերդ հիշեք, չէ, որ հենց մեկը դաշտերից կամ մեր տատիկ պապիկների այգիներից բոլորս էլ հավաքել ենք փիփերթ ու հենց այդպես կերել ենք, շատ լավ է։ Օգտակար է ԺԿՏ, ռուսերեն ասած, желудочно-кишечный тракт, ստամոքսաղիքային տրակտ։ Կարող եք իհարկե մանրամասն տեղեկատվություն ստանալ Google-ում, բայց եւ այնպես օգտագործեք, այնպես չի, որ վատ բան է։ Շատ համեղ, շատ օգտակար, շատ լավ բան է։ Գիտեմ շատերդ ճաշ եք պատրաստում, ես էլ եմ շատ սիրում, այսպես, թե փիփերթով, թե ավելուկով, թե տարբեր բանջարներով ճաշերը առանձնապես այդպես մսակեր չեմ, ավելի շատ բանջարեղեն եւ միրգ եմ սիրում։ Իդեպ այս աղցանի բաղադրատոմսը իմ ալիքի առաջին բաղադրատոմսերից է նաեւ։ Լվացել էի լավ, հոսող ջրի տակ, սառը։ Հիմա չորացրեցի, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա։ Ու տեսեք, ինչքան դալար փիփերթ եմ վերցրել, սա էլ է շատ կարևոր, համեղ լավ փիփերթ վերցնել ու տեսեք կոթունները ինչքան մատղաշ դալար են, հյութեղ են։ Ես այսպես չեմ հեռացրել, հա, տեսեք, ինչքան հյութեղ են, ծանվող են, տեսեք։ Մանրացնում եմ, շատ չեմ մանրացնելու իհարկե։ Տեղափոխում եմ հենց աղցան ամանի մեջ։ Տեսեք, սա էլ, ինչքան համեղ է։ Ինչու եմ առաջարկում հենց այս աղցանը,
Այն նկատառնում, որ ովքեր չեն տեսել, չեն դիտել այն տեսանյութը, դիտեն եւ պատրաստեն, քանի որ հիմա գիտեք ակտիվ ժամանակահատվածն է փիփերթի եւ իհարկե զարգական սեղաններին արտադիր է կարծում եմ ունենալ ավելի շատ կանաչ գույն աղցանի տեսքով կամ տապակած վիճակով ինչ որ մի բան։ Երկու լավ կապեր ինձ մոտ սա բավական է, որ ես ու իմ սիրելի աղջիկը ուտենք ու ասենք այսինչ համով, չէ՞ Լիլիա։ Լիլիան էլ ինձպես շատ է սիրում այսպիսի աղցաններ, բույսերով պատրաստված ինչ-որ բաներ, իրոք շատ է սիրում, այնտեղ մեծ ձուկն է կանչում։ Այնտեղ ձուկը հասավ երման աստիճանի, ես տակ իջացրեցի, ինչպես ասել եք, երբեք մինչև պատրաստ լինելը, ձեռք չենք տա։ Իդեպ, շատ շնորհակալ եմ, շատ այսպես բարի, լավ կոմենտների համար, որ գրում եք իմ աղջիկը հասցեին, որ այդքան գեղեցիկ է նկարանում ձեզ համար տեսանյութերը իմ եւ հրամցնում մանրակրկտորեն, այսպես ասած։ Շնորհակալ ենք եւ նորեն ամեցեք։ Ուրեմն ավելացնում ենք այստեղ մի փոքր կանաչի։ Տեսեք, այսօր ինձ մոտ սամիթ է եւ մաղադանոս, կարող լինել միայն մաղադանոս, միայն սամիթ կամ միայն համեմ։ Այդ երեքից մեկնումեկը։ Պարզապես համի համար մի փոքր կդնենք։ Եթե չկա ձեռքի տակ, չեք ավելացնում։ Ավելացնելու ենք նաև մի փոքր սոխ եւ սխտոր։ Ինչքան են որ տեղավորվի, հազիվ թե տեղավորվի ճաշի դեթալի մեջ, այդքան։ Լավ եմ մանրացնելու։ Իդեպ սառնարանից դուրս բերված սառը սոխը երբեք չի բացացնում։ Շորատանիկ սխտոր, կարող եմ քերիչով անցկացնել, բայց այս տարբերակում սիրում եմ մանրացնել դանակով։ Այս ամենը ավելացնում եմ փիփերթի վրա։ Մի փոքր աղ եմ ավելացնում։ Իդեպ ցանկալի է միշտ այս տեսակ աղցանները պատրաստել մատուցելուց առաջ, որպեսզի թարմ լինի։ Աղի հետ զգուշ ենք լինելու։ Ավելացնում եմ մի փոքր խնձորի քացախ, ինձ մոտ 5%-անոց է, կարող եք վերցնել նաև այլ քացախ, ասենք խաղողի, բայց իմ կարծիքով խնձորինը ամենայն նեյտրալն է, որ չի խանգարում։ Չեք ուզում օգտագործել քացախ, կես կիտրոնի հյութ կմզեք և իհարկե բուսայող։ Լավ խառնում եմ ու անուշ ենք անում։ 25 րոպե եռալուց հետո եւ պատրաստ է։ Անչոփ հոմեղ է բուրում։ Ողջ տնով մեկ։ Տեսեք, այս թարխունը ես թողնում եմ այնպես ինչպես որ դրել եմ սկզբից, չեմ հեռացնում, քանի որ սա էլի շատ համեղ է, ինչ որ չափով հիշեցնում է սիբեխին եփված վիճակում։ Եթե ձեռքի տակ չունեք թարխուն, կարող եք մաղադանոս էլ օգտագործել, դա էլ կլինի, բայց դե գիտեք, ձուկ, թարխուն, այդ համադրությունը շատ ուժեղ է։ Վրացական կիտրոնը շատ եմ սիրում ու ուտում եմ իրան հենց ձկան հետ, կեղևի հետ միասին, շատ համեղ է, շատ դուշիստի համեղ է։ Սկզբում ձուկը կհամտեսենք, ասեմ, որ ես շատ եմ սիրում այս ձկան Ես առաջացած հեղուկը, կարտոֆիլը, ես այսպես թափում եմ ու անուշ եմ անում։
Էս ինչ համով է։ Այս թարխունը բա ինչքան համով է եփած վիճակում։ Շատ համով է։ Շատ։ Իրոք գոնե մեկ անգամ փորձեք պատրաստեք։ Չեք պատմի։ Դիրա։ Բացուկը։ Այ հենց եկար են ինչ որ ուզում եի ասեի։ Միշտ պատրաստում եմ կարտոֆիլը այսպես իր այդ ձկան հեղուկով ուտում եմ, լավ, այսպես թաթախելով հացով, էլ ձուկ չեմ ուզում ուտեմ։ Դե ձուկը արդեն պարզ է, էլի ձուկ է։ Հիմա մի կտոր իհարկե ձկից կփորձենք, որպեսզի ձեզ ցուցադրենք, թե ինչ ունենք։ Ամբողջական տեսքը պահպանել է, ձուկը մնացել է շատ հյութեղ եւ ճիշտ աղը են, որ ասում է կերած։ Դրա համար եմ ասում նախապես ոչ մի դեպքում այս տեսակ ձուկը աղ մի դրեք։ Աղը քայքայում է ու այն ամենահամով հեղուկները հյութերը դուրս է բերում ձկան միջից։ Միգուցե շատ աղի ստացվի, միգուցե այն որ մի քիչ ձկան համ անգամ փչանա այս դեպքում։ Այնպես որ այսպես արեք, կստանաք ամենահյութալի ձուկը, տեսեք։ Չգիտեմ, կարողանում ենք ճիշտ փոխանցել թե ինչպիսի ձուկ ունենք, հյութեղ, անչափ համեղ։ Հալվում է բերանում։ Այս ինչ համով է։ Տեսեք, աղցանը շատ հեղուկ դուրս չի գցելու, այն որ հաջորդ օրը, եթե մնա, կարող է մի փոքր, բայց առանձնապես այն չի այսպես ջրոտում։ Անտի լավաշ, այսպեսի համեղություն ենք այսօր միասին պատրաստել, շատ եմ ուզում ձեզ հավեսի գցել, որպեսզի դուք էլ պատրաստեք եւ պատրաստեք այնքան, որ ասենք չեք պատրաստել դեռ, պատրաստեք այն աղցանը, որ դեռ չեք պատրաստել։ Միգուցե շատ համեղ բան եք, չէ՞, բաց թողել ձեր կյանքից։ Հիմա տեսեք, իսկ աղցանը սիրում եմ համտեսել միայն լավաշով։ Ժողովուրդ ջան, հիմա կասեք ասում համով է, իրոք որ շատ համով է, անպայման պատրաստեք, չեք փոշմանելու, շատ համեղ, շատ օգտակար սեզոնային աղցան է, խոստովեք, որ պատրաստելու եք, կան բաղադրատոմսեր, որոնք շատ մեծ դիտման չեն արժանանում, ցավոք, ասպես թերահավատորեն եք մոտենում նման բաղադրատոմսերի, այսպես ասեմ, բայց եթե մի անգամ պատրաստեք, միշտ եք պատրաստելու։ Օրինակ հետ մեկը ես սպասում եմ երբ է գալու սեզոնը, գարունը, որ այդ բուսականությունը դուրս գա նորովի ու մենք պատրաստենք այն ամենահամեղ ուտելիքները։ Այսքանը սիրելիներս, Զատիկի սեղանին բնորոշ այլ բաղադրատոմսեր կան իմ ալիքում, հղումները կտեղադրեմ այս տեսանյութի բաղադրատոմսի տակ, ավելուկով աղցան, թաբուլե, անչափ համեղ եւ այլն, այնպես որ շնորհակալ եմ, որ ինձ հետ եք եւ որ այդքան դրական եք։ Քրիստոս հարյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։